Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1456-րդ օրն է, ռազմաճակատում ռուսական հարձակումները նորից սկսել են նվազել, արդեն անհնար է թաքցնել պուտինյան բանակի մարդկային ռեսուրսի պակասը, իսկ ուկրաինական դրոնները հասել են Չեբոքսարի։ Թրամփյան բանակցությունների շուրջ նոր ինտրիգ է առաջացել Թրամփի վարկանիշի անկման ֆոնին, կան նաև սենսացիոն նորություններ Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական համագործակցության վերաբերյալ, միևնույն ժամանակ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը ցույց է տալիս դեպի մարտական գործողությունների սկսվելու դինամիկա։ Հետաքրքիր թեմաները շատ են, կփորձեմ ձեզ հայտնել ամենակարևորի մասին եւ հակիրճ։ Ռուսաստանի հետ Ժնևում այսպես կոչված բանակցությունները հանգեցրել են մի շարք հայտարարությունների, որոնք դժվարին կացության մեջ են դնում ինչպես Պուտինին, այնպես էլ Թրամփին։ Զելենսկին հակադարձելով Թրամփի ճնշման փորձերին հանդես է եկել հայելային կարգով զորքերի դուրսբերման հակառաջարկով եւ հրադադարը չպահպանելու դեպքում հետևանքների անհրաժեշտությամբ։ Զելենսկին նաեւ քննադատել է Թրամփի դիրքորոշումը, նշելով, որ սխալ է համարում զիջումների պահանջով ճնշում գործադրել հենց Ուկրաինայի վրա, այլ ոչ թե Ռուսաստանի։ Զելենսկու կարծիքով խաղաղության հարցում պատասխանատվության հավասարակշռությունը պետք է լինի առնվազն հավասար։ Տևական խաղաղության ուղին ռուս բռնապետ Պուտինին հաղթանակ տալը չէ, նշել է Ուկրաինայի նախագահը, հավելելով. «Հուսով եմ, որ դա ընդամենը Թրամփի մարտավարությունն է, այլ ոչ թե որոշումը», ասել է Զելենսկին, մեկնաբանելով Ուկրաինային զիջումների գնալու Թրամփի կոչերը։ Ուկրաինայի նախագահը նաև հիշեցրել է, որ ինքը այն մարդը չէ, ով հեշտությամբ տեղի է տալիս ճնշումներին։ Միևնույն ժամանակ տարածքային վեճում իրական արդյունքների հասնելու միջոց նա համարում է անձնական հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ։ Սա կարևոր քայլ է, որ Զելենսկին նախաձեռնություն է հայտնել։ Զելենսկին նշել է, որ հանձնարարել է իր պատվիրակությանը բարձրացնել առաջնորդների մակարդակով բանակցությունների հարցը։ Նախագահը նաև չի բացառել իր մասնակցությունները ապագա ընտրություններին, ընդգծելով, որ վերջնական որոշումը կախված կլինի ուկրաինական հասարակության դիրքորոշումից։ Հետաքրքիր է, թե ինչպիսին կլինի Թրամփի արձագանքը։ Նա չի սիրում, երբ իրեն փակուղու առջև են կանգնացնում, իսկ Զելենսկու հայտարարությունները հաստատ չէին մտնում Թրամփի պլանների մեջ։ Հիշեցնեմ, որ դրանից առաջ ամերիկյան միջնորդները Ուիտկոֆն ու Քուշները համոզում էին Զելենսկուն, թե իբր Ռուսաստանը իսկապես ցանկանում է ավարտել պատերազմը եւ դրանով պետք է ներկայանալ բանակցություններին, հարց է առաջանում տղաներ. դուք համոզել եք Պուտինին հանձնվել եւ դադարեցնել պատերազմը, եթե ոչ, ապա ինչ նշաններով եք եկել նման եզրակացության։ Միգուցե նրանով, որ այսպես կոչված բանակցություններին Պուտինը նորից ուղարկեց Մեդինսկուն, դրանով իսկ նվազեցնելով կառուցողական քննարկումների հավանականությունը։ Միգուցե պարզապես տեսել եք, որ պուտինյան բանակը շնչահեղձ է լինում, առաջ շարժվելու փոխարեն տարածքներ է կորցնում եւ ուղղակի ուզում եք Պուտինին փրկել։ Այդ դեպքում տրամաբանական հարց է առաջանում. ինչու՞։ Միթե Թրամփի վարկանիշի աղետալի անկումը ցույց չի տալիս նրա գործողությունների ոչ պոպուլյար լինելը։ Իր հերթին Ուկրաինայի նախագահը նաեւ հասկացնել է տվել, որ Ռուսաստանը պետք է զրկվի Նիդերլանդների չիպերի կամ Գերմանիայի մետաղի օգտագործմամբ Ուկրաինայի դեմ զենք արտադրելու հնարավորությունից։ Սա ակնարկեն արդեն եվրոպական գործընկերներին, որպեսզի ավելի խստացվի պատժամիջոցները։ Կարևոր մեսիջները Ուկրաինայի նախագահը հղել է Axios-ին տված հարցազրույցում Ժնևում բանակցությունների ֆոնին։ Միևնույն ժամանակ Մոսկվայից լուրեր են հասնում Կրեմլի ներսում պառակտման մասին։ Ռուսաստանում անսպասելի հակամարտություն է բռնկվել պրոկրեմլյան ճամբարի ներսում Telegram-ի աշխատանքի սահմանափակումներից հետո։ Messenger-ի դանդաղեցման որոշումը, որը կապում են Ռոսկոմնadzor-ի գործողությունների հետ, կտրուկ արձագանք է առաջացրել նույնիսկ Կրեմլին ամենահավատարիմ գործիչների շրջանում։ Ըստ ռուսական լրատվամիջոցների, Ռուսաստանում ծրագրում են ամբողջությամբ արգելափակել Telegram-ը, Instagram-ի եւ Facebook-ի պես։ Սահմանափակումները կարող են ուժի մեջ մտնել արդեն մարտի 1-ից։ Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, Ռուսաստանում Telegram-ի արգելափակումը մեծ քննադատության է արժանացել։ Քննադատությամբ հանդես են եկել ոչ միայն Z բլոգերներն ու ռազմական թղթակիցները, այլև խոշոր մեդիա դեմքեր։ Bloomberg-ը նշում է, որ սա առաջին նման նկատելի պառակտումն է պրոկրեմլյան քարոզիչների շրջանում։ Գործակալության վերլուծաբանների խոսքով Telegram-ը փաստացի փոխարինել էր ավանդական լրատվամիջոցներին Ռուսաստանում քաղաքապես ակտիվ լսարանի եւ ռուսական էլիտայի զգալի մասի համար։ Իսկ սահմանափակումների ֆոնին կտրուկ աճել է այն հավելվածների ներբեռնումների թիվը, որոնք թույլ են տալիս շրջանցել արգելափակումը առանց VPN-ի։
Միևնույն ժամանակ չեն դադարում հարվածները ռուսական ռազմական թիրախներին, ինձ մոտ երբեմն տպավորություն է ստեղծում, թե մեր հատուկ ծառայությունների միջև յուրօրինակ մարաթոն է ընթանում ռուսական թիրախներին արդյունավետ հարվածներ հասցնելու հարցում։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հրապարակել է իր ալֆա հատուկ գործողությունների կենտրոնի մարտական աշխատանքի կադրերը, հատուկ ջոկատայինները խոցել են ռուսական զինված ուժերի մի շարք առանցքային թիրախներ, օգտագործելով բացառապես դրոններ, բոլոր կադրերը մեր Telegram-ում են։ Ալֆայի խոցված թիրախների թվում է ռուսական զինված ուժերի 4 շտաբ եւ հրամանատարական կետ, թշնամու տեղակայման 3 վայր, այդ թվում ՖՍԲ-ի հատուկ ջոկատայինների ճամբարներ, դրոնների 2 արտադրամաս, պահեստներ, դրոնների արձակման դիրքեր, լոգիստիկ հաբ եւ այլ օբյեկտներ։ Մեջբերեմ այս հարվածները զգալիորեն բարդացնում են թշնամու ստորաբաժանումների կառավարումը, ռեսուրսների մատակարարումը եւ նոր հարձակումների նախապատրաստումը, հայտնել են ՍԲՈ-ում։ Այս գործողությունները իրականացվել են ուկրաինական Firepoint ընկերության FP2 հարվածային դրոններով, որոնք համալրված են եղել 105 կիլոգրամ հզոր մարտական մասով։ Ընդհանուր առմամբ ներկայացված են 17 հարվածային գործողությունների տեսանյութեր, վայելեք մեր Telegram-ում եւ պատկերացրեք, որ սա դեռ ամենը չէ, դեռ կա մեր հարվածների ցուցակ այսօր գիշերվա խոցումների մասին։ Հետաքրքիր արձագանք է հայտնվել Մոսկվայից նաև ռուսական տանկերների կալանավորման դեպքերի վերաբերյալ, որոնք արևմուտքում կապում են այսպես կոչված ստվերային նավատորմի հետ։ Ռուսաստանի նախագահի օգնական եւ ծովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշևը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ ՆԱՏՕ-ի հասցեին Բալտիկ ծովում տիրող իրավիճակի ֆոնին։ Ըստ Պատրուշևի, եթե ՆԱՏՕ-ի երկրները շարունակեն արգելափակել ստվերային նավատորմի նավերը, դա կարող է հանգեցնել ռազմական էսկալացիայի։ Շատ հետաքրքիր իրավիճակ է, տեսնենք ՆԱՏՕ-ի արձագանքը, որովհետև ակնհայտ է, որ Ռուսաստանը նորից բլեֆ է անում։ ՆԱՏՕ-ն այս օրերին գործունակության յուրօրինակ քննություն է հանձնում։ Իդեպ Գերմանիան խնդրել է Ուկրաինային կազմակերպել իր զորքերի ուսուցումը։ Գերմանիան մտադիր է ներգրավել ուկրաինացի զինվորականներին սեփական զորքերի ուսուցման գործում։ Այս մասին հայտնում է գերմանական Շպիգել պարբերականը, հղում անելով բանակում իր աղբյուրներին, ինչպես հստակեցվում է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է փետրվարի 13-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ։ Փաստաթուղթը նախատեսում է համագործակցության ընդլայնում եւ ուկրաինացի զինծառայողների մասնակցություն գերմանական ստորաբաժանումների պատրաստմանը։ Գերմանիայի պաշտպանության նախարարությունում ընդգծում են, գաղափարն այն է, որ օգտագործվի ուկրաինական բանակի իրական մարտական փորձը, նկատում եք էվոլյուցիան։ Նախկինում ուկրաինացի զինվորները վերապատրաստվում էին Եվրոպայում, այդ թվում Գերմանիայում, իսկ հիմա ուկրաինացի զինված ուժերի մարտիկները իրենք են ուսուցանելու ՆԱՏՕ-ի զորքերին։ Մանավանդ որ ուկրաինական զորքերը մարտի դաշտում ամենօրյա ռեժիմով ապացուցում են իրենց վարպետությունը, Պուտինյան բանակի նման նենգ թշնամու դեմ։ Նախորդային ռազմաճակատում տեղի է ունեցել 160 մարտական բախում, որոնց ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը լիկվիդացրել են եւս 740 օկուպանտի եւ թշնամու 2122 միավոր տեխնիկան եւ սպառազինությունը։ Ուկրաինայի գլխավոր շտաբը նաեւ հայտնել է, որ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր լիկվիդացված օկուպանտների թիվը հասել է 1,256,080-ի։ Ռելիզը ձեր էկրաններին է։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջ խաղացմանը նպաստելու համար, խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Հիշեցնեմ նաեւ, որ օրը գրեթե 24 ժամ կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շրջնորությունների մասին մեր Telegram-յան ալիքից, QR կոդը ձեր էկրաններին է։ Նաեւ օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ամեն օր ինձ ցուցաբերած աջակցության համար, ձեր լայքերով եւ մեր հեռարձակումները սոցիալական ցանցերում տարածելով։ Սա շատ օգտակար է YouTube-ի համար այս դժվարին ժամանակահատվածում։ Շատ շնորհակալ եմ ձեզ։ Շարունակելով փորձի փոխանակման եւ դաշնակիցների զորքերի ուսուցման թեման, ձեզ մեջ բերեմ Foreign Policy ամսագրի հոդվածից քաղվածքներ։ Միացյալ Նահանգները պետք է հենց հիմա յուրացնեն ուկրաինական պատերազմական փորձը, որպիսի իրենց բանակը արդյունավետ դարձնեն ապագա հակամարտություններում, նշում է պարբերականը։ Ուկրաինայում պատերազմը անսպասելի ազդանշան դարձավ Ամերիկայի եւ ամերիկյան բանակի համար։ Նման եզրակացության են եկել Foreign Policy ամսագրի վերլուծաբանները, ուսումնասիրելով մարտական գործողությունների
տարիների ընթացքը, նրանց գնահատմամբ ներկայիս հակամարտությունը միաժամանակ հիշեցնում է անցյալի պատերազմները խրամատներով, հիլծիչ գրոհներով ու մեծ կորուստներով եւ ցուցադրում է ապագայի գծերը, որտեղ առանցքային դեր են խաղում տեխնոլոգիաները։ Հոդվածի հեղինակները ուշադրություն են դարձնում պատմության մեջ երբեք պատերազմ չի մղվել արբանյակային կապի, ինքնավար համակարգերի, արհեստական բանականության եւ կոմերցիոն տեխնոլոգիաների նման մասշտաբային կիրառմամբ։ Ուկրաինան ակտիվորեն օգտագործում է դրոններ, կառավարման թվային գործիքներ եւ հասանելի սարքավորումներ, ինչը թույլ է տալիս փոխհատուցել ռեսուրսների պակասը։ Ընդ որում Ռուսաստանը, որը համարվում էր աշխարհի ուժեղագույն բանակներից մեկը, չկարողացավ հասնել արագ հաղթանակի։ Ես կավելացնեի Ռուսաստանին ոչ մի հաղթանակի հասնել չհաջողվեց։ Երևի թե ավելի ճիշտ կլիներ նման ձևակերպում, բայց արևմտյան գործընկերների մտքի ընթացքը հետաքրքիր է, դե քանի դեռ Ուկրաինայի հանդեպ հետաքրքրությունն ու նրա արժեքը արևմուտքի համար գնալով աճում է, մեր աչքի առաջ Ուկրաինան սկսել է զբաղեցնել Ռուսաստանի տեղը աշխարհում կամ այն տեղը, որը նախկինում կարող էր զբաղեցնել Ռուսաստանը, բայց կորցրեց այդ շանսը։ Կիևը վերադարձնում է իր պատմական դերը, ինչին լավ կլիներ, որ ընտելանային տարածաշրջանային պետություններում եւ նաեւ Հայաստանում, որովհետեւ ուկրաինացիների հետ հայերի կապերը ավելի քան 1000 տարի է, ոչ թե մի քանի դար ինչպես Ռուսաստանի հետ, եւ Ուկրաինայում հայերին միշտ հարգել են եւ արժանավույնս են վերաբերվել, ինչը ոչ մի համեմատության մեջ չի մտնում Ռուսաստանի հետ։ Հավատացեք, ես ապրել եմ Մոսկվայում եւ Պետերբուրգում եւ գիտեմ ինչի մասին եմ խոսում։ Foreign policy հոդվածը նույնպես էվոլյուցիայի արտացոլումն է, թե Ուկրաինան որտեղից ուր հասավ։ Ուկրաինայի դերի մեծացման ֆոնին Մոսկվայում ավելի ստույգ բռնապետ Պուտինի մերձավոր շրջապատի միլիարդատերները սկսել են բողոքել Ռուսաստանի տոտալ մեկուսացումից, մասնավորապես ռուսաստանյան ամենաազդեցիկ օլիգարխներից մեկը Սևերստալ մետալուրգիական հսկայի հիմնական բաժնետեր Ալեքսեյ Մարդաշովը դժգոհել է, որ Ռուսաստանին չեն հերիքում տնտեսական գործընկերները։ Նա հայտնել է, որ երկրների ներկայիս շրջանակը, որոնց վրա Կրեմլը խաղադրույք է կատարում, ի վիճակի չէ ապահովել աճի համար անհրաժեշտ մասշտաբը։ Այսպիսով երկրի ամենահարուստ գործարարներից մեկը փաստացի խոստովանել է Կրեմլի ներկայիս աշխարհատնտեսական ռազմավարության սահմանափակ լինելը։ Միջազգային ֆինանսական վերլուծաբանների գնահատմամբ Մարդաշովի կարողությունը կազմում է 28 միլիարդ դոլարից ավել, ինչը նրան դարձնում է ռուսաստանցի ամենահարուստ միլիարդատերը։ Նրա հայտարարությունները հնչել են իրեն պատկանող ընկերության ցուցանիշների կտրուկ վատթարացման ֆոնին։ Դե ով, բայց մեր լսարանը բոլորից լավ գիտի, որ 22 թվականի փետրվարի 24-ին Ռուսաստանի Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո Մոսկվան հայտնվեց մասշտաբային միջազգային պատժամիջոցների տակ, սահմանափակումները հարվածեցին ֆինանսական հատվածին, մետալուրգիային, էներգետիկային, տրանսպորտին, ինչպես նաև տեխնոլոգիաների եւ սարքավորումների արտահանմանը։ Արդյունքում ռուսական ընկերությունները կորցրեցին հասանելիությունը կապիտալի եւ սպառման համաշխարհային առանցքային շուկաներին, իսկ արտաքին տնտեսական կապերի զգալի մասը խզվեց։ Հենց Ուկրաինայի դեմ պատերազմը հանգեցրեց նրան, որ Ռուսաստանի համար փակվեցին սովորական դարձած համաշխարհային հարթակները։ Եվս մեկ ոլորտ, որը Հայաստանի համար նույնպես կարևոր է, իրավիճակը օրեցօր վատթարանում է Ռուսաստանում եւ իշխանությունները ստիպված են ընդունել ոչ պոպուլյար որոշումներ։ Ռուսաստանում բարձրանում են ռուսական երկաթուղիների սակագները մենաշնորհի ֆինանսական ճեղքը փակելու համար։ Փորձագետները կարծում են, որ ընկերությունը փաստացի մղված է դեպի սնանկացում։ Ռուսական իշխանությունները փաստացի ընդունել են, որ RŽD-ն Ռուսաստանի խոշորագույն ազգային երկաթուղային փոխադրողը հայտնվել է փակուղում եւ հիմա փորձում են կարկատել ճեղքը ամենապարզ եւ կոշտ ձևով ստիպելով վճարել բոլոր ռուսներին։ Մարտի 1-ից բեռնափոխադրումների եւ ենթակառուցվածքների օգտագործման հետ կապված RŽD-ի բոլոր ծառայությունների սակագները կբարձրանան ընկերությունը փրկելու համար։ Այս մասին գրում է ամերիկյան եւ ռուսաստանցի տնտեսագետ Ռուսաստանի ֆինանսների նախկին փոխնախարար Սերգեյ Ալեքսաշենկոն, հղում անելով կառավարության որոշմանը։ RŽD-ն Ռուսաստանի խոշորագույն գործատուն գահավիժում է։ Ըստ Ալեքսաշենկոյի RŽD-ի ձախողման մեղավորը անձամբ Պուտինն է։ Փետրվարի 17-ին իր երեկոյան ուղերձի ժամանակ Զելենսկին ուշադրություն է հրավիրել այն խնդիրներից մեկի վրա, որի լուծման բացակայությունը Ռուսաստանին թույլ է տալիս պատերազմել արդեն 4-րդ տարին։ Խոսքը Եվրոպայում, Ամերիկայում եւ Ասիայում արտադրված զենքի հավաքման համար անհրաժեշտ դետալների մասին է, որոնք Ռուսաստանը ներկրում է երրորդ երկրների միջոցով։ Զելենսկու հրապարակած տեսաուղերձում նա նշել է, որ յուրաքանչյուր շահեդ դրոն, որն արձակվում է Ուկրաինային հարվածելու համար, գործում է Չինաստանի, Ամերիկայի, Ճապոնիայի
եւ եվրոպական երկրների դետալների հաշվին։ Ուկրաինայի ղեկավարը կոչ է արել դաշնակիցներին արգելափակել մատակարարման շղթաները դեպի Ռուսաստան այն դետալների համար, որոնք օգտագործվում են սպառազինություն ստեղծելու նպատակով։ Զելենսկին դիմել է ոչ միայն երկրների իշխանություններին, այլև ընկերություններին, խնդրելով նրանց հետևել, թե որ պետությունները մուտք գործում իրենց արտադրանքը, որպիսի այն տարանցիկ ճանապարհով չհայտնվի օկուպանտների ձեռքում։ Զելենսկին հասկացնել է տվել, որ օգնելով Ուկրաինային դաշնակից երկրները օգնում են նաև իրենց, քանի որ ապագայում Ռուսաստանի կողմից արտադրված զենքը կարող է օգտագործվել հենց այդ դետալներ արտադրողների դեմ։ Ռուսաստանը առանց աշխարհի հետ նման կապերի ոչինչ չի կարող։ Նա ի վիճակի չէ ուժեղ լինել, լիակատար մեկուսացման մեջ եզրափակել է Զելենսկին։ Միևնույն ժամանակ իրավիճակը ծայրահեղ սրվում է Հայաստանի սահմանների մոտ։ Իրանական վարչակարգի առաջնորդը Ժնևում Ամերիկայի հետ բանակցությունների երկրորդ փուլի ավարտից հետո իր սոցիալական ցանցի էջում մեջբերել է Ղուրանը, խոսքը Խամենեիի մասին է, մեջբերեմ նրա գրառումը. եթե որևէ մեկը հարձակվի ձեր վրա, ապա դուք էլ հարձակվեք նրա վրա, այնպես ինչպես նա հարձակվեց ձեզ վրա։ Մեջբերել է Խամենեին Ալ-Բաքարայի սուրահը։ Ավելի վաղ Խամենեին գրել էր, որ ամերիկացիները Իրանին ասում են եկեք քննարկենք ձեր միջուկային էներգետիկան, որպեսզի այդ բանակցությունների արդյունքում այդ էներգետիկան այլևս չլինի։ Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարել է, որ նման դեպքում քննարկելու ոչինչ չկա։ Սա բավական կոշտ դրսևորում է, ինչը չի կարող չունենալ հետևանքներ։ Իր հերթին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Ժնևում միջուկային դոսիեի շուրջ ամերիկյան եւ իրանական ներկայացուցիչների միջև անուղղակի բանակցությունները որոշ առումով լավ են անցել, սակայն Թեհրանը դեռ պատրաստ չէ ընդունել մի քանի սկզբունքային դիրքորոշումներ, որոնք սահմանել է Ամերիկայի նախագահ Թրամփը։ Ջեյ Դի Վենսը հստակեցրել է, որ Վաշինգտոնը իրեն իրավունք է վերապահում կիրառել ռազմական ուժ այն դեպքում, եթե Թեհրանի հետ բանակցությունները մտնեն փակուղի։ Վերադառնալով ուկրաինական ռազմաճակատ, ասեմ, որ Ուկրաինայի զինված ուժերը նոր հաջողությունների են հասել Զապորոժիեի ուղղությամբ ընթացող հակահարձակողական գործողությունների ընթացքում։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը անցած օրվա ընթացքում հետ են շպրտել ռուս օկուպանտներին Վիշնյովոյե, Վերբովոյե եւ Ծերնովոյի մոտակայքում, Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի եւ Դոնեցկի մարզերի հատման կետում։ Այս մասին վկայում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետ կապված Deep State վերլուծական նախագծի քարտեզը։ Ուկրաինայի զինված ուժերը փետրվարին արդեն 5-րդ անգամ հարվածել են Բելգրադին, ընտրելով նոր թիրախ էներգետիկ ենթակառուցվածքներում։ Փետրվարի 18-ի գիշերը Բելգրադին հասցված հրթիռային եւ դրոնային հարվածների թիվը հասել է ամսական 5-ի, թիրախ են դարձել Էներգո Ջեկը եւ Ֆրունզենսկայա էլեկտրակայանը, ինչի հետևանքով առանց հոսանքի է մնացել Բելէներգոմաշ գործարանը։ Հարվածը հաստատել են մարզի նահանգապետ Գլադկովը։ Միևնույն ժամանակ Չեբաքսարիում դրոնները գրոհել են ռազմական գործարանը։ Փետրվարի 18-ի գիշերը բարի դրոնները հարվածել են Ռուսաստանի Չուվաշիայի հանրապետության տարածքում գտնվող ռազմավարական եւ ռազմական օբյեկտներին։ Ըստ նախնական տեղեկությունների կրկնակի հարվածի տակ է հայտնվել Չեբաքսարիի Պրոգրես ռազմական գործարանը։ Չուվաշիայի ղեկավար Ալեկ Նիկոլաևը հաստատել է, որ տարածաշրջանի ռազմավարական օբյեկտները ենթարկվել են օդային արձակման։ Իրենց հերթին օկուպանտները փետրվարի 18-ին նախորդող գիշերը Ուկրաինայի տարածքի ուղղությամբ արձակել են 1 բալիստիկ հրթիռ եւ ավելի քան 120 դրոն։ Ուկրաինական հոբ ուժերը լիկվիդացրել են թշնամու թիրախներից մեծ մասը, մասնավորապես 127-ից վնասազերծվել է 100-ը։ Օկուպանտների թիրախում նորից Ուկրաինայի էներգետիկան եւ քաղաքացիական ենթակառուցվածքներն էին։ Իսկ այս ֆոնին շվեյցարական Ժնևում ավարտվել են Ուկրաինայի, Ամերիկայի եւ Ռուսաստանի պատվիրակությունների եռակողմ հանդիպումները։ Ռուսները պնդում են, թե Ժնևի բանակցությունները եղել են ծանր, բայց գործնական։ Ըստ նրանց հաջորդ փուլը տեղի կունենա մոտ ժամանակներս։ Բանակցությունները տևել են 2 օր։ Ընթացիկ ողջ տեղեկատվությունը մենք ներկայացրել ենք մեր Telegram-յան ալիքում։ Եթե լինի ձեր ուշադրության արժանի որևէ բան, ես կներկայացնեմ արդեն վաղվա եթերում։ Դե եթերի սկզբում արդեն պատմեցի ձեզ միտումների մասին։ Կարծում եմ մոտ ժամանակներս զարգացումները կլինեն հենց Զելենսկի-Թրամփ-Պուտին եռանկյունու մեջ։ Ավելի ստույգ կտեսնենք, թե ինչ նոր բան կմտածի Թրամփը, փորձելով խուսափել Զելենսկու եւ ամերիկյան ժողովրդի ճնշումից։ Իդեպ Վատիկանը հրաժարվել է մասնակցել Թրամփի այսպես կոչված խաղաղության խորհրդին։ Թրամփի այս կասկածելի ձեռնարկը սպառնում է նրա համար վերածվել հերթական ֆիասկոյի։ Շատ չի երկարացնեմ եթերը։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք։ Խնդրում եմ չմոռանալ լայքել մեր հաղորդումները եւ հնարավորության դեպքում կիսվել սոցիալական ցանցերում, իսկ նրանց, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել մեր ալիքներին, խնդրում եմ անպայման բաժանորդագրվել, դա մեզ շատ կօգնի։ Ձեզ ցանկանում եմ ամենայն բարիք եւ մինչ նոր հանդիպում վաղվա եթերում, բարով մնաք։